Հուզմունք, արցունք, ժպիտ, դպրոցական կյանքի վերջին ակնթարթներն ահա այսպես են անցկացնում Վանաձորի Սոզ Նալղրանյանի անվան թիվ 13 ավագ դպրոցի շրջանավարտները։ Թվով 83 շրջանավարտներ դպրոցական վերջին դասն ազդարող զանգի ղողանջների ներքո փակեցին դպրոցական կյանքի էջն ու բացեցին իրենց կյանքի մի նոր էջ։ Վերջին դասին արդեն 12-րդ հումանիտար 2 դասարանի նախկին աշակերտները հիշեցին դպրոցում անցկացված տխուր ու ուրախ օրերը եւ դասղեկ Վարդուհի Գասպարյանի հետ միասին մեկտեղ հավաքեցին իրենց ցանկություններն ու երազանքները, խոստանալով, որ մինչ հաջորդ հանդիպումը դրանք անպայման իրականացրած կլինեն։ Սա ես ինձ մոտ կպահեմ եւ հիշեք 2020 թվին այսօրը նորից հանդիպելու ենք բացել, տեսնենք ում ցանկություններն են կատարվել եւ որքանով ինչպես։ Շնորհավորում եմ բոլորին բարի եւ լավագույն ցանկություններով։ Այս աշակերտները հրաժեշտ են տալիս դպրոցին, որտեղ 12 տարի շարունակ ոչ միայն կրթվել ու դաստիարակվել են, այլև սովորել գնահատել գեղեցիկն ու լինել ազնիվ։ Այս գարնանային արևագույն առավոտն ուրիշ խորհուրդ ու իմաստ ունի, իսկ լույսի հեղեղ կա ոչ միայն դրսում, այլ բոլորիս հոգիներում։ Եվ այս ամենի պատճառն այն է, որ Վանաձորի Սոսի անվան ավագ դպրոցում կյանքի ուղեգիր է տրվում 83 պատանիների եւ աղջիկների, որոնք մեր երկրի այս հինավուրց հողի այսօրվա զինվորն ու վաղվա տերերն են։ Համոզված ենք, որ նրանք կոչված են խավարն անիծելու եւ լույսի ու ճշմարտության կերոններ վառելու։ Վերջին զանգի հանդիսության մեկնարկը թիվ 13 ավագ դպրոցում տրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո։ Դպրոցական վերջին զանգով այս սերունդը եւս հրաժեշտ է տալիս դպրոցին մանկությանն ու պատանեկությանը, բացում կյանքի նոր ու բազում ճանապարհներ։ Վերընկեր, ինչքան կողմ պետք է ուտեմ ծերերեսի։ Սոֆիա ոտքի, ինչ էր հանձնարարված։ 18 ժամ էր, ընկեր Գասպարյան։ Լսում եմ։ Միթե վերջին ծույրիկն եմ ես, վերջին խելք այզեցի։ Գիտելիքն է պատել այստեղ, քերինջի իմնայրի։ Եվ պիտի գան շատ ծույրիկներ ու մեծ իշեքանց գիտումներ, մաղթում ենք ձեր համբերություն, ամուր նյարդեր, առողջություն։ Դալաքյան լսում եմ։ Եսա կրկնեմ ու գա։ Վարդուդարյան, էլի ուշացել ես, և որ ուշացել ես դասըտ պատասխանի։ Ինչեր ասես, որ չեն արել ձեր ձերքերը։ Գրքով մեջքից ոնց են խփել ձեր ձերքերը։ Ինքնազանքով, երազանքով, ինչեր ասես, որ չեն արել ձեր ձերքերը։ Եվ այսպիսով առիթով այս միջադեպի ժողով արին մի ահռելի, ժողով ասեմ ծնողական, եկավ նույնիսկ չեկած պապան, եկան ուսման ջոջերը, մեզ դաս տվող դեմքերը, էլ Էմինյան ու Գալստյան, էլ Գասպարյան ու Մամուլյան, խոժոռադեմ նստեցին ու ժողովը բացեցին։ Շնորհիվ այս ժողովի մեր դասղեկը Գասպարյան հասավ միայն այն արդյունքին, որ եկանք մենք ամբողջովին մեր այսօրվա վերջին զանգին։ I got 99 problems and you won't be one, like why? Օրը տոնական եւ պատասխանատու է ոչ միայն շրջանավարտների, այլև դպրոցի տնօրինության ու ուսուցչական կոլեկտիվի համար։ Այլևս պատմության գիտն անցավ մեր ուսումնառության 2014-15 ուսումնական տարվա մոտ 50,000 անվերադարձ րոպեները։ Րոպեներ, որոնք ժամանակ առ ժամանակ դադարել են զանգի ղողանջներով։ Րոպեներ, որոնք այլևս երբ չեն վերադարձել։ Ինչպես Քրիստոս վերջին ընթրիքի ժամանակ իր աշակերտներին պատգամ ուղեց, որպեսզի սեր սերմանեն մարդկանց մեջ,
բարություն, հնազանդություն, խոնարհություն, հպարտություն, ազգասիրություն եւ ճշմարտություն սերմանել իրենց մեջ, այսօր սիրելի 12-րդ դասարանցիներ, մեր պատգամը ձեզ գրեթե նույնն է։ Հանդիսավոր միջոցառման ընթացքում պատվոգրերի եւ նվերների արժանացան 2014-15 ուսումնական տարվա ընթացքում տարբեր ոլորտներում աչքի ընկած լավագույն աշակերտներն ու նրանց կրթող ուսուցիչները։ Ժպիտներ, փայլող աչքեր եւ իհարկե բարեմաղթանքներ։ Այս տոնական օրվա հիշողությունները շրջանավարտներն ուղեկից կլինեն ողջ կյանքի ընթացքում։ Տաթևիկ Ղազարյան, Էդգար Թուխարյան, Միք հեռուստաընկերություն։